Միջանցքի վերաբերյալ Պարոն Քոչարյանը մեզ ասում է, որ Ամերիկան Հայաստանում ունի ընդամենը մի կտոր sense չնչին հետաքրքրություն, որովհետև Իրանին պետք է տեղը դնի։ Պարոն Քոչարյան, դուք չեք ասում, որ դուք Ռուսաստանի ամենախոշոր ընկերությունների մեջ AFK սիստեմայի մասին է խոսքը։ Ունեք փորձ, լավ փորձ, որը մի քանի անգամ դուք շեշտեցիք, ձեզ կօգնի, որ դուք օգտագործեք ձեր փորձը Հայաստանը ոտի կանգնացնելու համար։ Ունենալով այդ փորձը, դուք նյուժելի չեք հասկանում, որ այս սաղ կռիվները, որ աշխարհում տեղի ունի, դոլարի պատճառով է։ Դոլարը, Չինաստանը ուզում է դոլարը մировой վալյուտայի դերից հանի։ Սաղ դոլարի պատճառով է։ Ուրեմն դոլարի դերը այս միջանցքի հետ ոչ մի կապ չունի, հա։ Ռուսաստանին բրթելու իրան վերև, Չինաստանին մի քիչ զսպցնելու բան չունի, դեր չունի Հայաստան, այս միջանցքը մեզ չի տալու սահմանների պաշտպանում։ Ես ձեր հետ համաձայն չեմ։ Ես կարծում եմ, որ ձեր այդ փորձը դուք կամ մինչև վերջ չեք ասում, կամ էլ լավ գործարար չեք, կամ էլ թե չէ մենախի Ամերիկայի շահերն, բա Եվրոպա։ Մի մոռացեք, որ գենոցիդի վաղտ ռուսերի պատճառով որ եղել է, ռուսական իմպերիայի պատճառով, որ իրանք օսմանների հետ կռիվ էին անում, մերոնց խաբել էին, ասել էին մենք ձեր հողերը կվերադարձնենք, մեր հետ եղեք, կռիվ արեք մեր հետ, Թուրքիայում Օսմանական իմպերիայի մեջ լինելով հայերին հանել էին ոտի, հետո ռուսական իմպերիան պայմանավորվում է Օսմանական իմպերիայի հետ, ու մեր հայերին սենց շպրտում է շան տեղ չդնելով ու մի միլիոնից ավել հայ ոչնչացնում են։ Դա Ռուսաստանի պատճառով է եղել։ Ու դուք մի մոռացեք, որ մեզ օգնել է ոչ թե Ամերիկան, այլ Ֆրանսիան։ Ֆրանսիան մեր ամենալավ գործընկերներից մեկն է, իսկ դուք Մակրոնին ինչ ասես ասում եք։ Նենց որ մենակ Ամերիկան չի, որ մեր սահմանները երաշխավորելու է, որ մեր մոտ ոչ մի պատերազմ չսկսի։ Եվրոպան էլ է։ Կարող է չեք ասում, խի չեք ասում։ Ասում եք Հայաստանը չպետք է հայտնվի այս սվերխդержավաների մեջ ինչ-որ ասեղի նման դեր իրան տա։ Ասում եք պետք է կողմ մնա, ոչ մի բան չանի, որ էլի չկորցնենք մենք հողեր։ Դուք ասում եք, որ Ուկրաինան է կորցրել հողեր, որովհետև ուզեցել է Եվրոպայի հետ սուր խաղեր խաղացել։ Դուք ասում եք, որ Վրաստանն է կորցրել հողեր, որովհետև սուր խաղեր խաղացել։ Հայաստանն է կորցրել Լեռնային Ղարաբաղը, որովհետև սուր խաղեր խաղացել։ Բայց կներեք, մեր Արցախը ռուսը երաշխավորել էր, որ մեզ ոչ ոք չի կպնելու։ Իրա մեռած որեսներին դրել էր սահմանին ու ասում էր ձեզ ոչ մի բան չի սպառնում, իսկ իրանց մեռած որեսները ռուսերը, ադրբեջանցի ռուսերը, կայնած իրանց ժուրնալիստներին ասում էին, որ Ղարաբաղ այդ Ադրբեջան, չեք հիշում այդ ինտերվյուները, ռուսը չարեց, որ մենք կորցրեցինք Արցախը, խի կորցրեցինք, ռուսը պետք է երաշխավորեր, չէ, մենք իրանց անդամն էինք, հաշվում ենք, թե իրանք մեր մեծ աղբերն են, մենք պետք է իրանց կողմը լինենք, սաղ ասամբլեաներում պետք է իրանց կողմ քվեարկենք, իսկ իրանք ինչ արեցին, վեկալեցին, ծախեցին սա, ուխի ծախեցին, որովհետև շահեր ունեին, որովհետև Էրդոգանը ասեց Պուտինին, եթե դու չտաս Արցախը Ադրբեջանին, դու քո նավթը տանելու ես էլի, նավթը, քո անտառը, գազը տանելու ես ձրի կոպեկներով, տաս Չինաստանին։ Իսկ եթե ուզում ես գոնե մի քիչ գումար աշխատես, դու պետք է Արցախը 10 Ադրբեջանին, որ ես քեզ տամ ճանապարհ, որ քո ռեսուրսները через Թուրքիա մտնեն Եվրոպա։ Այդքանը մենք չենք հասկանում։ Սա Ղարաբաղով մեկ Պուտինի պլակատներն էր խփած։ Հո ես էլ գիտեմ 49-971 ինտերնատ 11, ես ընդեղ եմ ծառայել։ Ես գիտեմ ինչ էր կա։ Խիա իմ զինվորական գրքույկի մեջ գրած ռուսերեն։ Խիա իմ զինվորական գրքույկը ռուսերեն։ Ռուսն է, չէ՞ մեր երաշխավորը։ Հայերեն թող մենակ գրածելներ, այդ ես ձեն չի հանի։ Կասի մենք ենք մեղավոր, մենք ենք կորցրել, հա, էլի մենք ենք կորցրել, որովհետև հավատացել ենք այն մարդկանց, որոնց չպետք է հավատայինք։ Դուք ասում եք, որ ձեր վախտով
ոչ մի ռազմագլասյաներ ժողովրդի մեջ չի եղել ու ասում եք որ եկեղեցին էլ դաժե չի խառնվել չի եղել ոչ մի ռազմագլասյա եկեղեցի հետ էլ ոչ մի խնդրեմ չենք ունեցել իհարկե չենք ունեցել որովհետև սաղս է գիտենք աչքերներս բացվել է գիտենք որ եկեղեցի մեջ կա Ռուսաստանի FSB-ն գիտենք էդի հո մենակ Հայաստանում չի ձեր բախտով դուք պրոստը մարդկանց չեք ասել ինչ որ մի քանի հոգի կա եկեղեցի չեմ ասում սա եկեղեցին մի քանի հոգի ագիտատոր կա ռուսական քարոզարշավ էլի իրանց ագիտատորներն են FSB-ի ագիտատորները մի քանի հոգի կան որոնք Ռուսաստանի պոզիցիան Ռուսաստանի պոլիտիկան չես եկեղեցի մարդկանց ուղեղների մեջ լցում էին մարդել կա դե հավատում է հիմա մարդուն չես կարա ստիպես չհավատամ աստուն է հավատում գալիս է եկեղեցուն է հավատում ինչ իմանա որ KGB ագենտներ են ընդեն նստած Ուկրաինայում նույն ձև չարեցին Վրաստանում նույն ձև չարեցին որ պետությունը ուզում է պրծնի այդ ռուսական իմպերիայի ձեռից Ինչ անում առաջի հերթին մի հատ եկեղեցի մտնում նայում է տենում է այնտեղ կան իրանց մարդիկ հետո նոր մտնում են պարլամենտ բիզնեսի մեջ տարբեր ոլորտներից հանում են այդ FSB-ի աշխատողներին պարոն Քոչարյան եկեք ճիշտ խոսանք էլի ասում եք եթե արդեն մի անգամ ընկել ենք այդ ռազդաչայի տակ արդեն Արցախը կորցրել ենք վատ դիվանագիտության պատճառով խի ենք էլի մտնում նույն ճանապարհը նույն աղբյուրը որովհետև չենք պրծել ռուսից ես չեմ ասում որ մենք Ռուսաստանից պետք է լյովին հրաժարվենք չէ Ռուսաստանը մեր կողքն է իրանց հետ պետք է ինչ-որ գործեր կատարենք տնտեսագիտական տարբեր ոլորտներում մենք պետք է իրանց հետ համագործակցենք բայց համագործակցենք նենց որ взаимный интерес լինի ոչ թե ինչ իրանք ասեն ոնց իրանք ասեն տենց մենք պետք է իրանց դուդկայի տակ պարենք չի լինելու էլ տենց դրա համար էլ մենք էլի ենք մտնում այդ գետի մեջ ու էլի ենք այդ գետի մեջ լող տալի ուրիշ ձև չկա դրանցից պրծնելու առաջ մենք կորցրեցինք Արցախը խի որովհետև Ռուսաստանը այդ վաղ ուժեղ էր սա հավատում են թե Պուտինը ուժեղ է մենք հասկացանք ինչ հիմա նայեք Ուկրաինայի հետ կռիվ են անում երկրորդ համաշխարհայինը ավելի կարճատև է քան թե այս Ուկրաինա Ռուսաստան կռիվը Ռուսաստանը չի կարող մի քիչ դաժե առաջ գնա մենք ինչ ենք Մենք տենում ենք, որ արդեն Ռուսաստանը թույլ է, մենք հիմա կարանք գոնե մի քիչ էլ մեր շահերից ելնելով ինչ-որ գործողություն կատարենք, պետք չի պոլնեսյու հրաժարվել, բայց թող իրանք մեր հետ գործընկեր ելնեն, ոչ թե իրանք զգան իրանց իմպերատոր, մենք էլ իրանց վասսալները։ Դուք ասում եք, որ Հայաստան մտել է ընդամենը 1%-ից պակաս վառելիք Ադրբեջանից ու այդ 1%-ը շատ չնչին է որ գները շուկականը այսպես լավ անգներ դուք ասում եք դա պոլիտիկի խաղեր է Պարոն Քոչարյան Неужели դուք կարծում եք որ մենակ դրանում է հարցը Ռուսը չի տենում, որ մենք ալտերնատիվա ենք ճարել։ Դրա համար է գինը իջացնում է։ Այդ խի է դրանից առաջ գինը չիջավ։ Ասում եք շուկականում նավթի գինը իջնում է, դրա համար է իջնում։ Հա, էլի է իջնում։ Էլի կարար իջներ, կարար դառնար բարելը $10, բայց մեր մոտ գինը մնար նույնը։ Խի, որովհետև ռուսն էր ասում գինը։ Իրանց մոտով էր գալ այդ անտեր եղած բենզինը Հայաստան։ Խի մենք չենք հասկանում այդքանը։ Մանապոլիա, իմպերատորների հետ ուրիշ ձեր չի լինում։ Իրանք ասել են դրեք գինը 1000 դրամ լիտրը։ Всё, դրել են գինը 1000 դրամ լիտր։ Հիմա ենք տենում են որ կողքից մենք աղբյուր ունենք, դրա համար սկսեցին շարժվել, մտածել, շուկա են կորցնում, բիզնեսա։ Զենքի վերաբերյալ Դուք ասում եք, որ մենք ունեինք լավ գործընկեր, որը մեզ տալիս էր լավ էժան գներով զենք, զինամթերք, ու ասում եք, որ այս ոնց ասեցիք զենքային զոոպարկը, հա, որ տարբեր պետություններից տարբեր ձևերի զենքեր են գալի, այդ ոնց ենք մենք սպասարկելու, գիտեք ինչ, պարոն Քոչարյան, այն զենքերը, որ մեզ եկել էր, դաժե եթե ձրի տային, ու մեր պետք եթե չէր աշխատում, տեսանք էլի, Անդեից կնոպկեն սխմեցին Ռուսաստանից, ստեղ չաշխատեց, չկրակեց, ումա պետք, ավելի լավ ասենց, տո տարբեր տեղերից գա, մեկ է տեսար, աստված չանի կռիվ եղավ, ինչ-որ մի պետություն մոռացավ անջատի հետ, կնոպկեն չսխմեց ու մենք կարողացանք կրակենք, ավելի լավ ասենց, քան թե ընգնենք այդ Պուտինի իմպերսկի ամբիցիաների տակ, այնի արդեն թուլացել է, Այն Պուտինը չի, պրծել է այն Պուտին, իմը դալը կարումպիրվնի մի հատ տրուսի մեկը, ասում եք, քյորպը հալով խիա վարչապետը մտե սաղ համաշխարհային պոլիտические, գեոպոլիտические движенияների մեջ, ձեր բառերն ասում եք քյորպը հալով, ինչ խենք է քյորպը, քարտեզին եք նայում, Հայաստանը Եվրոպայի մի քանի պետություններից, կա պետություններ Եվրոպայում, որից մեծ է, այդ խի է իրանք կարան, մենք չենք կարա, դուխները սա քիչ,
Ոչ է քյորփա ենք, լավ էլ հրժձոր ենք ու լավ էլ ուժեղ ենք, երջանիկ վասսալի վերաբերյալ։ Դուք ոնց կարաք вообще տենց արտահայտություն անեք։ Երջանիկ վասսալը ո՞րն է։ Մենք Եվրոպայի մեջ կա պետություններ, որը Հայաստանից փոքր է։ Ու իրանք երջանիկ վասսալ չեն, ինքնական պետություններ են, որոնք ունեն իրանց խոսքը ու իրանց դիրքը։ Բանակի վերաբերյալ, Ալեն Սիմոնյանը, որ ասում է, որ բանակում շատ վատ է եղել, 11 եմ ծառայել Մարտակերտում։ Գնացել եմ 80 քանի կիլո պարապած, վրես տեշ կար, մայքիկս վրեցից տրաքում է, ոչ ծխում եմ, ոչ խմում եմ, պարապած գնացել եմ Արցախ, ծառայելու։ Ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում դարել էի այսպես մի հատ բան, ուտելիք չկար նորմալ, չկար, չեմ խապում ժողովուրդ, մի հատ ձու, մի գթալ խտացրած կաթ, կաշաները, որը ուտել չեր լնում, գիտեք ինչ էին անում, հենց մարդ էր գալիս, տուգող էր գալի, ճաշարանը լծվում էր, են էլ ոնց էր լծվում, պնը բաները, շոկոլադները, սաղին տալիս, հələ շոկոլադի կարոտ էինք մնացել, 200 դրամով, որ կարող էինք գնայինք բանից, չաստի վերևից առնեինք վավլի կամ պեչենի, այդ օրը вообще լրիվ ընտիր օր էր, չկար հասկանում եք, չկար, կամ էլ թե չէ իմ ցավը, որը ես եմ զգացել, իմ վրա, կեղտոտությունը, 1850 հոգի էր մեր չաստում, 1850 հոգի, շաբաթը մի անգամ էին տանում լողացնելու մարդկանց, ես ամեն օր մի հատ առավոտն եմ լողանում, մի հատ իրիգունը, ու ես 21-22 տարեկան եմ եղել, որ գնացել եմ բանակ, համալսարանից հետո եմ գնացել, իրավաբանական եմ գնում եմ սովորել, գնացել եմ բանակ, ու դուք պատկերացրեք, ես արդեն հասուն մարդ, խելքը գլխիս, երեխա չեմ, մաքրասեր եմ, գիտեք ինչ էի անում, գնում էի բանը, բաղնիքը, զուգարանը, ասենց կիսած էր երկու մասի, մի կողմը զուգարաններ, այս մի կողմը լվացարաններն էր, լիքը լվացարաններ էր, վեկալում էի կռանտ այսպես պատատում էի վերև, ջարդում էի, ջուրը բացում էի սառը, տակ ջուր չկա, սառը ջուրը ասենց բացում էի, վերևից պզում էր ջուրը, ես լողանում էի, շորս ամեն օր լվանում էի, մի հատ շոր ունեի, գնում ենք խրամատներա, գնում ենք պարապունքների, փոշ ես լնում, կեղտոտվում ես, ոնց կարա սարա դու շորը շաբաթը մեկ լվանաս, ոնց էլի ասենք, գիտեք ինչ անում, լվանում էի, փռում էի, առավոտը ժամը 6:40 զարթնում էի, հələ շորերս չորացած չէր, այդտենց խոնավ հելնում էի, գնում էի, վազում էի, հələ ես մաքրասեր էի, ու այդ ամենը անելով ես էլի բան արեցի, հիվանդացա այն մարդկանցից, որոնք չէին լողանում ախպեր, որովհետև տակ ջուր չկար, վախում էին գնային սառը ջրով լողանայի, վրես այսին սաղ բաներ եղել, երեսի վրա այսին վալդիրներ է ելնում զզվելի այդ կեղտոտությունից, պատկերացրեք ես հələ լողանալով եմ դրան ասա, սաղ զիլյոնկա էին արել, անցավ, հա, մի անգամ եղավ, անցավ, որովհետև էլի ես ինձ մաքուր էի պայմ, բայց մարդկա վեշնիկ հայլում էր արա հիվանդ, դուք ինձ պետք է ասեք կամ ասում եք բանակը սանատորիա չի, դե չեն գնում հաց ուտելու, եղի չեն ուտում, պետք է մարդ ուտի, որ ուժեղ լինի, մարդ պետք է մաքուր լինի, որ ուժեղ լինի, մարդ պետք է ոնց ես բացատրեմ, ասենք, մարդ պետք է ուզի պաշտպանի այնտեղը, որտեղ ինքը ծառայում է, ոնց կարա սարա ուզես պաշտպանես խոզանոցը, նատուրի խոզանոց է, չեմ ասում սաղ էին տենց, մի 10%, բայց այդ 10%-ը 180 հոգի մարդ են, մնացած տղեկը նորմալ տղեկ էին, սաղը մտնում էին, հասկանում էին, լողանում էին, իրանց ձիք էին պահում, ոնց կարում էին յոլա էին կեթում, 2010 թվի մասին է խոսքս, հələ ու այդ 10%-ի պատճառով, որոնք իրանց խոզի նման էին պահում, մենք էլ էինք տուժվում, ոչ ուտելիք կար նորմալ, ուտելիք չկար նորմալ, ոչ էլ մաքրություն կար նորմալ, ես այդ կռիվ մռիվների մասին ոչ մի բան չեմ ասում, այդ շատ հետաքրքիր է, իմ ծառայությունը շատ հետաքրքիր է անձը, ես սիրել եմ այն բանակը, բայց փաստը մնում է փաստ, ամենացավալին գիտեք որն է, որ ոչ մեկ չի ասում ատոմակայանի մասին, ես կարծում եմ, որ թե Ռոբերտ Քոչարյանը, թե Սերժ Սարգսյանը ստացել են վերևից Պուտինից հանձնարարություն, որ ատոմակայանը չպետք է որ նորոգվի, ու ոչ թե իրանց ասել են չպետք է անեք, դուք կարաք, բայց չպետք է անեք, զապչեր չեն տվել,
Մեր ատոմակայանը 20%-ն ընդամենը աշխատում։ Դուք պատկերացնում եք, եթե մեր ատոմակայանը մինչև հիմա ատեն полностью ֆունկցիոնիրovat էներգետիկա է։ Նախ առաջինը էդի փողը, որովհետև մենք կարայինք վաճառեինք էլեկտրիչեստվը համ Թուրքիային, Ադրբեջանին, Վրաստանին, Իրանին, մենք կարայինք, կապ չունի, ունեն թե չունեն, էլեկտրիչեստվան պետք է։ Վերջով գազից կհրաժարվեինք։ Մեկը մենք ստե ոչ մետալուրգիա ունենք, ոչ զավոդներ ունենք, ոչ շիբան չունենք, որ մեզ այդ ջերուցումը պետք է լինի, որ մենք ինչ-որ երկաթներ հալածնենք, հա։ Մարդկանց կտակասնենք այդ ատոմակայանը, ձրի, էդի մեկ, երկրորդը ատոմակայանը մեզ տալու էր երաշխիք, որ մեր վրա չէին հարձակվելու, որտեղ ով է գժվել կրակի ռակետով են պետության վրա, որտեղ կա ատոմակայանը։ Թուրքիայի կեսը կա վարի կետար, Վրաստանը վարի կետար, հա մենք է վարի կետարինք, Ադրբեջանը վարի կետար, Իրանը վերևի մասը վարի կետար, Կավկազ կանցներ այդ սա վարի կետար, Չեռնոբիլի նման բան կներ, դուք պատկերացնում եք, մեզ ինադու չեն թողել, որ մենք ատոմակայանը սարքենք, Սարգսյանին, Քոչարյանին չեն թողել, որ իրանք սարքեն բանը, ատոմակայանը, որ մեզ պահեն այսպես բռի մեջ։ Ընկեր, ես չեմ ուզում նախկինների վերադարձ։ Դուք մտածեք